Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալի նկարահանումները շարունակվում են մեծ թափով և ինչպես խոստանում է ստեղծագործական թիմը, ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են։ Սերիալը շարունակում է պահպանել իր բարձր վարկանիշը, դառնալով հեռուստադիտողների ամենասպասված նախագծերից մեկը։ Ամեն օր բազմաթիվ մարդիկ անհամբեր սպասում են նոր սերիաներին, փորձելով հասկանալ, թե ինչ ճակատագրական շրջադարձեր են սպասվում սիրելի հերոսներին։ Սերիալի հաջողության հիմքում ոչ միայն լարված ու բազմաշերտ սցենարն է, այլև դերասանական կազմի պրոֆեսիոնալ և համոզիչ խաղը։ Յուրաքանչյուր կերպար իր առանձնահատուկ գույնն ու խորությունն ունի, ինչը հեռուստադիտողներին ստիպում է ապրումակցել, քննարկել և անգամ վիճել սյուժետային զարգացումների շուրջ։ Սոցիալական հարթակներում գրեթե ամեն օր ակտիվ քննարկումներ են ընթանում կապված հերոսների որոշումների, հարաբերությունների և սպասվող բացահայտումների հետ։ Ժամեր առաջ դերասանուհի Դիանա Մխիթարյանը սոցիալական ցանցի էջերում հրապարակեց նոր լուսանկարներ նկարահանումներից։ Լուսանկարներին կից նա նշել էր, որ հանդես է գալու ուսուցչուհու կերպարում։ Թեպետ դերասանուհին չի մանրամասնել, թե կոնկրետ որ նախագծում է ներկայանալու, սակայն նրա հետևորդների մեծ մասը համոզված է, որ խոսքը հենց Գոյամարտի մասին է։ Լուսանկարներում Դիանա Մխիթարյանը ներկայացել է հետաքրքիր կերպարով։ Նա նրբագեղ է, ինչն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Հատկանշական է, որ Դիանա Մխիթարյանի ստեղծագործական ուղին սերտորեն կապված է սցենարիստ և պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ։ Հենց նրա նախագծերից մեկում նկարահանվելով դերասանուհին լայն ճանաչում ձեռք բերեց և դարձավ հեռուստադիտողների սիրելի կերպարներից մեկը։ Այդ պատճառով էլ շատերը համոզված են, որ նրանց համագործակցությունը շարունակական բնույթ ունի, և նոր կերպարը ևս կդառնա սերիալի կարևոր և ազդեցիկ օղակներից մեկը։ Եթե ենթադրությունները հաստատվեն, ապա ուսուցչուհու կերպարը ամենայն հավանականությամբ առանցքային դեր կունենա առաջիկա սյուժետային զարգացումներում։ Հնարավոր է, որ հենց նա լինի Դավիթի կերպարը մարմնավորող դերասան Կարո Հովհաննիսյանի խաղընկերը, այսինքն Դիանա Մխիթարյանի կերպարը և Կարո Հովհաննիսյանի մարմնավորած Դավիթի կերպարը լինեն զույգեր այս հեռուստասերիալում։ Իհարկե, դեռ վաղ է խոսել այս ամենի մասին, բայց հավանականությունն իհարկե արդեն մեծ է։ Հնարավոր է նա դառնա նոր կոնֆլիկտների պատճառ կամ հակառակը փորձի հաշտեցնել արդեն սրված հարաբերությունները։ Գոյամարտի սյուժեն հայտնի է իր անսպասելի շրջադարձերով, ուստի բացառված չէ, որ հենց այս նոր կերպարով սկսվի պատմության հերթական լարված փուլը։ Մի բան ակնհայտ է. սերիալը շարունակում է պահպանել իր ինտրիգը և հեռուստադիտողներին պահել լարված սպասման մեջ, իսկ Դիանա Մխիթարյանի հնարավոր միանալը նախագծին միայն ավելացնում է հետաքրքրությունը։ Առաջիկա սերիալներն անկասկած խոստանում են լինել ավելի հուզիչ, ավելի դրամատիկ և ավելի հետաքրքիր։ Հիշեցնենք, որ երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանը լսարանին հայտնի դարձավ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից, որն այդ ժամանակ նրա միակ դերասանական փորձն էր։ Դերասանուհին իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ բացի երգը, նկարահանումները և բանկային գործը, սիրում է ժամանակ անցկացնել նաև խոհանոցում։ Սիրում եմ ազատ ժամանակ խոհանոցում լինել, կարծում եմ յուրաքանչյուր աղջիկ էլ խոհանոցի հանդեպ սեր ունի։ Սիրում եմ տարբեր ուտեստներ, խմորեղեններ պատրաստել։ Երբ համացանցում ինչ-որ հետաքրքիր բաղադրատոմս եմ տեսնում, անպայման փորձում եմ, համեղ է ստացվում, թե ոչ։ Իմ պատրաստած ուտեստները մայրս է փորձում կարծիք հայտնում, նա շատ համեղ քաղցրավենիքներ է պատրաստում, նրանից եմ սովորում, ասել էր դերասանուհին։ Դիանան նաև շեշտել էր, որ հայտնի դառնալուց հետո իր կյանքում շատ փոփոխություններ չեն եղել։ Ուղղակի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում նկարահանվելուց առաջ շատերն իրեն ճանաչում էին որպես երգչուհի, հետո այդ լսարանը մեծացավ և նրան սկսեցին ճանաչել նաև որպես դերասանուհի։ Իհարկե, «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից հետո նա նկարահանվեց նաև այլ նախագծերում, բայց հեռուստադիտողներից շատերը նրան հենց այդ դերով են հիշում։
Նույնիսկ մարդիկ կան, որ չգիտեն ես երգչուհի եմ մտածում են դերասանուհի եմ։ Այդ հեռուստասերիալն իմ առաջին աշխատանքն էր, անսպասելի ստացվեց, առհասարակ կյանքում ստացվում է այն, ինչին չեմ սպասում, թեև սերիալում նկարահանվելու ցանկություն միշտ եմ ունեցել։ Աշխատելու արդյունքում սկսեցի հոգալ իմ ծախսերը, ներքին ինքնավստահություն ձեռք բերեցի։ Հաճելի էր, երբ առավոտից գնում էի աշխատանքի, վերադառնում ուշ գիշերին հոգնում էի, բայց գիտեի վաստակում եմ իմ սեփական գումարը։ Հիմա ինձ համար դժվար է, չեմ աշխատում մեծ, ցանկություն ունեմ ինչ-որ աշխատանք գտնել, նշել էր նա տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում։ Անդրադառնալով իր մասին մեկնաբանություններին, երգչուհին ընդգծել էր, որ մարդկանց մի մասն իրեն որպես երգչուհի է ընդունում, մյուս մասը որպես դերասանուհի։ Բացասական մեկնաբանություններից խուսափել նույնպես չի ստացվում։ Կան մարդիկ, ովքեր գրում են իրենց կարծիքը պատկերացրածն իմ մասին ու վիրավորում ինձ, բայց ես չեմ նեղ սրտում դրանից, անգամ երբ նման մեկնաբանությունների եմ հանդիպում, տեսնում եմ, որ իմ երկրպագուները պատասխան մեկնաբանություն գրած են լինում։ Ես շատ եմ սիրում իմ երկրպագուներին և շփում ունեմ նրանց հետ, նույնիսկ եղել է, որ տեսակապով խոսենք, ասել է նա։ Ըստ Դիանայի հայտնի դառնալուց հետո իր հանդեպ մարդկանց վերաբերմունքը փոխվել է։ Երբ դեռ հայտնի չէի, շատերն ինձ հետ սովորական էին շփվում, երբ արդեն նկարահանվում էի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, այդ մարդիկ սկսեցին ավելի ջերմ շփվել ինձ հետ։ Ես ամեն ինչ նկատում եմ, բայց չեմ բարձրաձայնում, ես նույնն եմ և չեմ պատրաստվում փոխվել։